Արարատի դեմ ինչ ունենք, ուզում եմ հասկանալ, եթե մենք ունենք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Մասիս անունով քաղաք ու ունենք Արարատ Միրզոյան, ինչ է նշանակում Արարատի դեմ ինչ։ Լեռան պատկերը հանում տնիկներից եւ տենց արշավ սկսել Արարատի դեմ։ Ոնց կարելի է այդ տեխնիկական փոփոխությունը մեկնաբանել որպես արշավ Արարատ լեռան։ Տեխնիկական թող մոչի տարերը հանեն։ Դե բովանդակային է նախկինում, եթե չեմ սխալվում, էլի են եղել տարիներ, որ Արարատ լեռը չի եղել։ Հետո ավելացվել է։ Քոչարյանի ժամանակ կեսից, Քոչարյանի իշխանության կեսից։ Էլի քանի անգամ եք ձեր անձնագիրը բացում, այդ կնիքը նայում եւ Արարատին այդպես ֆիքսում եւ ասում ինչ շահանեք չեն ֆիքսի դրա վրա։ Դե տեսակ, չէ, դա ինձ համար մեր խորհրդանիշը ինձ համար պատմականորեն իհարկե այո բիբլիական լեռ է եւ համար ես աշխատանքի գալիս եմ Զեյթուն վարչական համայնքից եւ երբ եղանակը պարզ է լինում իմ օրը միշտ շատ լավ է սկսվում պատմական հայրենիքի անունով Զեյթուն վարչական շրջանից է գալիս Հայաստանում ամեն ինչ պատմական հա Զեյթունը պատմական հայրենիքի անունով է չէ մեր մարզերից իսկ դա լավ է թե վատ չգիտեմ լավ է թե վատ վերջը մենք ունենալու ենք հիշողություն թե չենք ունենալու մեր ապրում ենք մեր հիշողությունը եւ պատմական անցյալը չմոռանալու գաղափարով եւ մեր հայացքով ուղղված դեպի ապագային եւ դեպի իրականությունը։ Անցյալը մոռացության տալիս տիկին գալի։ Որևէ մեկը մոռացության չէ, տալիս են։ Նիկոլ Փաշինյանն ասում, ինչու վան կա, ալաշկեր կա, չգիտեմ ինչ կա։ Ինչի եք մանիպուլացում։ Վարչապետի ասածները հետեւյալն է, չպետք է մոռանալ անցյալը, պետք է սիրել անցյալը եւ պետք է արժևորել եւ սիրել ներկան, որպեսզի ինչ որ մի օր, այն ինչ որ ունենք ներկայում, չդառնա անցյալ։ Բայց կներեք, դու Արարատի մասով, այլ բաներ միասին։ Որ Թուրքիայում էմոցիաներ են առաջացնում, հարևան երկրի մոտ էմոցիաներ առաջացնում։ Մենք հիմա ինչն ենք։ Այսինքն դրա պատճառով թուրքերի հարևան երկրի էմոցիաներին թուրք տալով եք ուզում Արարատը բանանենք, հա։ Ես կկրկնեմ իմ միտքը, մենք պետք է ապրենք այն մոտեցմամբ, որ այն